շնորհակալ եք, որ եկաք տաղավար, եւ այսպես, ինչպես գիտեք, ազգային ժողովը քպականները այսօր հռչակել են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակի օր, հունվարի 28-ին ընդառաջ, այս օրը, այսպես իրենք սարքեցին հիշատակման օր, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը վաղ առավոտյան իրենք հեռավորում էին, որտեղ են նաեւ մի շարք ծնողներ, ովքեր գնացել էին, որպեսզի թույլ չտան, որ այս իշխանությունները իրենց ներկայությամբ պղծեն Եղաբլուրը, իրենց զավակների շիրիմները, խնդրեմ։ Շնորհակալ եմ ընձեռված հնարավորության համար։ Բարև հայրենակից։ Երբ որ բազմադեմ մարդկանց ասում են այ երկերեսանի, վիրավորվում են։ Ասում են ինչու երկերեսանի, բա մնացածը։ Ես օրինակ չեմ պատկերացնում այս ԿՊ կոչված անիծվածներին, քանի երես կարելի է ենթադրել։ Դուք ինչ երես ունեք գնալու Եղաբլուր։ Դուք չէիք, որ դեռ 21 թվականին քաշելով տարակ, 4 հոգու ձեռքերից ու ոտքերից բռնած, քաշելով տարակ որդեկորույս մայրերին, նրանք չեն ուզում ձեր կներեք բարի համար, ձեր այլանդակ պատկերը տեսնել։ Ինչու եք գնում, որպես ինչ եք գնում, կամ ձեր մեջ գոնե մեկը չկար մի քիչ խիղճ ունեցող, որ երբ որոշում եք հիշատակի օրը, որ օրը ամրագրել, հիշեք, որ այսօր հոլոքոստի օրն է, դե դուք ինչ գիտեք, որ սա իմանաք, նույնիսկ ձեր սիրելի ներողություն եվրեյների հիշատակի օրն էլ դուք չգիտեք։ Դուք պարտավոր եք այսօրը հաստատել սեպտեմբերի 13-ի համար, որովհետև այդ օրը ոչ միայն զոհվեցին, այլև անհայտ, մինչև հիմա անհայտ կորած են բազում մարդիկ, որովհետև նրանցից, ինչպես ասում են, մի մախսունք էլ չգտնվեց բոցերի միջից, որ տային գոնե տերերին, տանեին հուղարկավորեին, ինչ-որ մխիթարանք։ Այ անամոտ շան բանդա, դուք շան լակոտներ եք, բոլորըդ, սկսած ձեր ղեկավարից վերջացրած ամենավերջին ԿՊԱ-ականով, դուք շան լակոտներ եք, ընդ որում փողոցի շան լակոտներ, էս ինչ եք անում, էս ինչ եք անում, այ թալանչիներ, այ անպատկառներ, այ անամոթներ, դուք որ կանգնում ու խոսում եք նախկինների թալանից, գոնե գիտեք, որ եթե նրանց ժամանակ թալան եղել է միայն նյութի թալան, ես չեմ կարող դա հաստատել, որտև 8 տարի է դուք հետ եք բերում, բայց թե ուր է չգիտենք։ Նույնիսկ ձեր ղեկավարը այնքան անպատկառ գտնվեց, այնքան տխմար, որ ասում է, դա հետ բերած թալանի 0,000 չգիտեմ որ տոկոսն է, բա մնացածը, որ սա 0 է, մեկ էլ չկա, բա մնացածն ուր է, թե ուղղակի խաբում եք, խաբեցիք, ստերով թունավորեցիք այս անմեղ, այո, ես կասեմ այն 18 թվականին, դեռևս ինչ-որ չափով անմեղ ժողովրդի հոգին, ավերեցիք նրա ներաշխարը թալանի այդ գաղափարով թունավորելով շատ շատերին։ Իհարկե շատ շատերը բացարձակ մինչև հիմա էլ չեն հավատում ձեր ասած որևէ խոսքի, բայց կան նաև այնպիսիները, որոնք մինչև հիմա էլ ձեր ասածը դարձրել են իրենց համար կյանքի նպատակ, որովհետև երբ որ խոսում ես Արցախ հանձնող 7 սերունդը չորանա, անիծված լինի, նզովված լինի, ասում են, Քոչարյանն է տվել, այ ժողովուրդ, դու խո բութ չես, դու խո այդ աշճանի հիմար չես, մարդը, որը արդեն 8 թվականից հետո իշխանության ղեկի մոտ չի, ինչպես կարող էր տալ, այդ ձեզ նման բութերի սիրելի Նիկոլն ու իր բանդան տվեցին մեր հրաշք Արցախը։
Այսօր ես հենց հիմա գալիս եմ Լենինգրադի բլոկադայի զոհերի, ավելի ճիշտ զոհված երեխաների նվիրված հուշարձանի մոտից։ Իրարամեջ զգացմունքներ ունեմ։ Ինչով էին մեղավոր այդ երեխաները, որոնք երբեք չմեծացան։ Ինչով էին մեղավոր այն երիտասարդները, որոնք չհայրացան, այն օրիորդները, որոնք չմայրացան, որովհետև աշխարհը հանդուրժել էր Ադոլֆ Հիտլերի նման մի լկտի, ես չգիտեմ որ բառն օգտագործել, չարիքի, հանդուրժել էր աշխարհը, դրա համար էլ տեղի ունեցավ երկրորդ համաշխարհային պատերազմը, որը ոչ միայն ավերու չարիք բերեց ողջ աշխարհին, այլև հենց բուն Գերմանիային։ Հիմա էլ ժողովուրդ դու հանդուրժում ես այս մեր սեփական չարիքին։ Գիտես էլ ինչ էր կբերի քո գլխին, եթե սա հանկարծ օր ու արև ունեցավ ու շարունակեց իշխանությունը։ Մենք կվերանանք քարտեզի վրայից։ Հիշեք, որտեղ նրան բերել են մեզ քարտեզի վրայից վերացնելու նպատակով։ Որովհետև ինքը կանգնեց իր բերանով եթերում արտասանեց. մենք արդեն ուրախ զվարթ գիտինը մտնես այդ քո չունեցած հեղինակությամբ, մենք արդեն դարձել ենք Թուրանի անդամ, գետինը մտնես դու քո Թուրանով, ու քեզ պաշտպանողներով, քո երազը Թուրանի մաս դառնալն էր, հա? Իսկ չես վախենում, որ Նժդեհի իր գերեզմաններից դուրս կգա, ամեն մեկը մի գերեզմանի է արժանանում, Նժդեհը 3 գերեզման ունի, այդ 3 գերեզմաններից դուրս կգա Նժդեհը, ու այն ժամանակ կիմանաք, թե ով որտեղ պետք է, որ ծակուրը մտնի, այսպես չի կարելի, ժողովուրդ դու անտարբեր ես, դու չես ամաչում քո ներսում տեղի ունեցող վատ երևույթներից, այս թուրքի լամուկը մի մեծ զենք ունի ձեռքին, անամոթությունը, նրա ամենամեծ զենքը անամոթությունն է, թքում են երեսին, ծիծաղում է, թքում են իր կերածի մեջ գոհ է, մեր ազգային թշնամին, մեծագույն թշնամին թուրքը, նրա ձեռն է դնում իր գիրքը, ականջիցական ժպտում է, ծիծաղում է, ինչ ասեմ, ուրեմն այդ գոյանքը, ինչպես կասեր Խաչիկ Մանուկյանը, մերը չէ, հասկացեք, մերը չէ, նա հայ չէ, ես բազմիցս ասել եմ, կհրաժարվեմ իմ կենսագրությունից, իմ անուն ազգանունից, եթե նրա արյան մեջ մի կաթիլ հայի արյուն ճարվի, չկա, որովհետև չնայած իր հոգեկան շեղումներին, նա անմեղսունակ չէ, հենց այս հոգեկան շեղումների վրա է կազմված նրա վրա դրված ամբողջ ծրագիրը, նա դարձել է մեր ազգային ոխերիմ թշնամի, եթե մինչև 18 թվականը, անձամբ ես, որպես պատմությանը մի քիչ մոտիկ կանգնած մարդու, միշտ ասել եմ, որ հայի գենետիկ թշնամին է թուրքը, ապա ավելացնում եմ նաև, որ թուրքի լակամանից օգտվողը մեր կրկնակի թշնամին է, ու մեզ պատիվ չբերող թշնամի է, ժողովուրդ, աչքդ բաց պահիր, ականջդ բաց պահիր, մնաց ոտից գլուխ 5 ամիս, դու պետք է գնաս ընտրության, ոչ թե ընտրելու այս կամ այն անհատին կամ այս կամ այն կուսակցությանը, այլ ապրել և չապրելու ընտրություն պիտի կատարես,
Մեր լինելույցան հարցը պիտի վճռես, լինել թե չլինել։ Այս սա է խնդիրը մեր առջև կանգնած։ Եվ դու, եթե նորից ձայն տաս, ծնողաներողություն, որտեղ կորուս մայրերին, գերաբլուրում քաշքաշ տանողներին, ուրեմն դու ապրելու իրավունք չունես։ Հերիք է։ 18 թվին շատ-շատերն ասում են, դե գնացինք, չենք ճանաչում, ինձ մնում է զարմանալ, չճանաչած մարդու հետևից գնում են, չճանաչած մարդուն ձայն են տալիս, այ ողորմ է լիներ, որ հիմա շատ-շատեր կանգնում ասում եք, ձերքս կտրեի, քվե չտայի, գլուխդ կտրեիր, որ քեզ չուղորտեր դեպի քվեատուփ առանց հասկանալու, գլուխդ կտրեիր, լեզուդ կտրեիր, որ քեզ նմաններ հետևիցդ չտաներ, թույլ տվեք ասել, Նիկոլականի նախկինը չի լինում, ես օրինակ չեմ հավատում այդպիսի հրաշքի, և դա ցույց կտա հունիսի 7-ի արդյունքը, ժողովուրդ նամուսդ փողոցներից հավաքիր, հիշիր, որ այսօրվա այս կարմիր գլխարկավորները, սև բերետավորները, էլի չգիտեմ ինչ, մոխրագույն կոստյում հագնողները, որոնց մեջ հազվագյուտ կան նորմալ մարդիկ, բայց նրանց ուժը շատ քիչ է, չեն կարող առաջին քայլ կատարել, ես իհարկե խղճում եմ նման մարդկանց, որոնք միշտ նայում են ովքեր են գնում, քանի հոգի է գնում, որ ինքն էլ գնա այդ արահետով։ Բայց օրվա խորհրդի հետ կապված Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել, հանուն ժողովրդավարական այդ ձևակերպման մեջ մեծ սեր կա իրականության մեջ մեծ սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ և մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում, և սա այն ակնհայտ դիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզանից յուրաքանչյուրի։ Հիշում ենք իրենք էին գելարացնում, մեր տղաները զոհվել։ Ներողություն, այդ Նիկոլ կոչված դեգեներատը, ներողություն եմ խնդրում օտար բառի համար, թող այդ բոլոր դասախոսությունները կարդա իր էքի ականջին, երբ որ նա համարձակվեց, ոչ ավել, ոչ պակաս, եթերում ասել, մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, այ ոչնչություններ, այդ օրը եթե Նիկոլը նրա բերանին մի հատ փառահեղապտակ հասցներ, եթերում, ես կմտածեի, որ ուրեմն Նիկոլը հայ տղամարդ է, նա ընդամենը հայ ղզիկ է, ղզիկ, Նիկոլ ուզում ես դատի տուր, դու գետինը չես մտնում, մեր տղաները, մեր զոհերը, դե որ երկրի ղեկավար համարվողը կանգնի ասի, գեցեն մեր զոհերը, այսինքն, փարդ մեր զոհերին ասելու փոխարեն, գեցեն մեր զոհերը, այսինքն մենք անընդհատ զոհ ունենանք, որ քեզ նման դեգեներատը, քեզ նման ազգային թշնամին, պետական թշնամին, կանգնի ու նման բաներ ասի, ես թքեմ այն մարդու երեսին, ով հավատա Նիկոլի որևէ խոսքի, այն ժամանակ, որ քո կողակից այն ժամանակ գիտենք, թե կինն էր, չգիտենք, որ ընդհանրապես է ամեն ինչով անպատկառ, անօրեն, էլ եմ կրկնում, եթե դու մի փառահեղապտակ հասցներ եթերում, ես կգայի քո հետևից, բայց դու ընդամենը ղզիկ ես, ընդամենը, ղրերի կատվի ձեռնացունը, ուրիշ ոչ մի բան, ես ուրիշ բան չեմ տեսնում քո մեջ, այնպես որ ժողովուրդ ամաչիր, որ սա է քո ղեկավարը, ամաչիր, չի կարելի, սրանք մեր թշնամիներն են երկուստեք, և սրանց ղեկավարած ամբողջ բանդան, մի քանի օր առաջ էլ Ալենչո ինչ աղբե, էլ ինչ-որ բաներ էր ասում, սրա նրա հասեին, այլ լակոտ, դու իրավունք ունես խոսելու, որ մի հատ էլ սրան նրան չհավատաս, քո
մոր ղեկավարած ասֆալտի ֆիրման հիմա ցույց է տալիս իր դեմքը, այ եկավ ձյունը, աղն ու ավազն արեցին եւ ասֆալտ չկա քաղաքում, գրեթե չկա, էս ինչ է կատարվում, հա, մայրդ քանի տարեկան է, չի կարող, չէ ղեկավարել ասֆալտի ֆիրման, բա ինչու պիտի ինքը շահի, ինչու հարցնում եմ, որտեղ դուք նորորյա բոլոր տեխնիկական միջոցները, բոլոր հնարավորությունները ունեցող զարգացած թալանչիներ եք, դուք ձեռքով չեք գողությունն անում, դուք ոչ ցորենի պահեսից մի բուր ցորեն եք գողանում տանում, ոչ էլ հագուստի ֆաբրիկայից մի վերնաշապիկ, դուք թալանում եք թվերով, թալանում եք չգիտեմ ինչպիսի թվերով, դուք թալանում եք հայի հոգին, ոգին, դարձրել եք մանկուրդ հային, այսպես չի կարելի, այսօր հայն այնքան է խեղճացել, այն աշճանի է նվաստացել, որ մոռանում է նաև իր հերոսական անցյալը, այսօր դուք թուրքի լամուկներ բոլորդ միասին։ Հիմա տեսեք վերջերս Թալինում էր, իրենք որ եկեղեցի գնում են փորձում են փոխել այդ եկեղեցին, մեր հոգևորականներին ժամանակ ընտանիքի անդամներին սպառնալով, բայց մենք ունենք տարվես օրինակով մեր հայրենակիցը Վարպայի եկեղեցում էր։ Օլդո Փաշինյան։ Հա։ Մեր հասարակության ստորացումն է ցույց տալիս, թե ոնց է Փաշինյանը վերջին 5 տարում ինչպես է ստորացնում, անգամ մեր կրոնն է դարձրել ստորացման ու ծիծաղի առարկա Ադրբեջանի համար։ Իմ այս ակցիան միայն այդ նպատակն էր ցույց տալու համար, որ հասարակությունում բոլորը համաձայն չեն այստեղ ունեցող երևույթի։ Ես ողջունում եմ այս երիտասարդին, որը ծնվել է հայ ծնողներից, դասյարակվել նրան ձեռքով և փառքուպատիվ այս երիտասարդին ուսում տված և դասյարակություն տված ուսուցիչներին։ Եվ ես չեմ կարող այս առումով չհիշել շատ ուսուցիչների։ Երբ որ ձեզ մարզպետը, ժողովրդական կրթության այսպես կոչված գիտակները ձեզ պարտադրում են, ստորագրել են տալիս, որ դուք գնաք այդ թուրքի լամուկի հետ պատարագի մասնակցելու, որտեղ է ձեր նամուսը, որտեղ է ձեր եսը, դուք աշխատանքային պայմանագրեր եք, չէ՞ ստորագրել ձեր ղեկավարների հետ, կոնկրետ դպրոցի տնօրենի հետ, այդ պայմանագրի մեջ կա, որ որևէ մեկը կարող է ձեզ ստիպել, որպեսզի դուք գնաք և այսպես կոչված այս թուրքի լամուկի անունը ես չեմ էլ ուզում տալ, կոչենք Նիկոլական, ես նրան ազգանուն չեմ ասում, Նիկոլական պատարագներին մասնակից դառնալու կա այդպիսի կետ, չկա, ես դպրոցի մարդ եմ, ես շատ լավ գիտեմ դպրոցը, ուղն ու ծուծով, ուրեմն դուք այդ պայմանագիրը պիտի վերցնեիք ու եթե դուք մարդ եք իհարկե, եթե ունեք ինքնասիրություն, այդ պայմանագիրը պիտի մտցնեք ձեզ պարտադրանքի հասցնողների աչքը, շպրտեք երեսներին, թեքեք երեսներին ու մի գնացեք, ձեզ ոչինչ չեն կարող անել, ոչ մի բան, օրենքով, կարգով, ամեն ինչով, ոչինչ չեն կարող ձեզ պարտադրել, այնպես որ բան չի, արդարացում չի, որ դե ստիպում են, աշխատանքից կազատեն և այլն, այդպես չէ։ Գիտեք, հարգելի ուսուցիչներ, երբ որ դու ցույց ես տալիս, որ դու մտածող կենդանի մարդ ես, էակ ես,
եւ ոչ խոտակեր, քեզ ոչ թե աշխատանքից կազատեն, այլ կհարգեն, քեզից կզգուշանան։ Ես չեմ ասում վախենալ, սովորաբար վախենանում են այն գործ տվողներից, կներեք այդ արտահայտության համար, բայց քեզ կհարգեն, եթե դու ցույց տաս, որ դու քո ոտքերի վրա կանգուն մարդ ես եւ ունես գիտելիքներ։ Ուրիշ բան, եթե իր տեղում չէ ուսուցիչը, եթե գիտելիքներ չունի, եթե այս կամ այն միջոցով է տեղավորվել դպրոցում եւ եթե իհարկե վերապատրաստման կուրսերում խոստացել է, որ ինքը անպայման կպարապի Լանսարոտեի կոնվենցիան կամ Ստամբուլյան կոնվենցիայի համապատասխան հոդվածները։ Հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Ամոթ է։ Ես հիմա պիտի անդրադառնամ նաև այս պարգևավճար կոչված չարիքին։ Իմիջայլոց երեք հայտնի դարձավ, որ Նյուզայմի տվյալներով, որ միայն դեկտեմբեր ամսին գլխավոր դատախազան Վարդապետյանը իրեն մոտավորապես 2 միլիոնի կարգի պարգևավճար է դուրս գրել, գիտեք, Սրբույր Գալյանը արտադրության նախարարը հայտնի այդ խոսույթով, բա պիտի բարձր փող ստանանք, բա պիտի պարգևավճար ստանանք, աշխատում ենք, տեսնենք, խնդրեմ։ Գիտեք ինչն է անպատկառության անընկալելի աստիճանը, որ ասում են մենք լավ ենք, չէ, լավ եմ սովորել, պիտի լավ աշխատավարձ ստանամ։ Դա արտադրության նախարարն էր ասում։ Հա, Սրբույր Գալյանը, այո, խնդրեմ։ լավ եմ սովորել, բայց ես լավ եմ սովորել, ասած 200,000-ը ինչ փող է որ չունենամ։ Դոլարի մասին է խոսքը։ Այդ ձրեակեր ապուշ։ Իսկ կենսագրականդ որ գրես, տարասխալներ կլինեն, թե չէ, որովհետև դուք որ մեկըդ խոսում եք, ոչ մեկըդ տարածիորեն ճիշտ չեք օգտագործում դերանունները, դուք էդ ինչպես եք լավ սովորել, էդ ինչով եք լավ սովորել, դուք ասեք, որ ունեցել եք լավ ծանոթ, կամ էլ դուք ուղղակի Նիկոլի էքերն եք, ասել եմ էլի կասեմ, որովհետև Նիկոլը ձեզ ճիպոտով է բերել պաշտոնի, հլա փորձեք չգալ, որտեղ Նիկոլի նպատակը տղամարդկանց ոչնչացնելն է ուժային կառույցներում, տղամարդիկ չլինեն, որ իրեն հակազդող չլինի, բայց դες հավերին ինչ, են մարդու իրավունքների պաշտպանը, են գլխավոր դատախազը, այ մի բան շատ արագ սովորեցիք Նիկոլից, դուրս գրել լափել, ուրեմն կառավարության նիստերում, որտեղ մի 40 հարցից 37-8-ը զեկուցվող չեն, ինչի մասին են, բա դեմոկրատիա եք խաղում, ժողովրդավարություն եք խաղում, աշխարհին ապացուցել եք փորձում, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, այ հող գլխներդ, ու ձեզ հավատացողի գլխին, ինչ բաստիոն, տասնյակներով քաղբանտարկյաններ ունեցող երկրի ոչ բարով ղեկավարը նման իրավունք ունի, ես հարցնում եմ, չունեք իրավունք այդ բառերն արտասանելու, այ հիմա ես կուզենայի մենք մի լավ բռունց թագավոր ունենայինք, թքած այսպիսի ժողովրդավարության գլխին, են մեծ կապելու գիժը ժողովրդավարության դիրքերից է, Մադուրոյին հափշտակում տանում, հա? Ժողովրդավարությունն այնքան էր զարգացել, որ մարդուն իրան կողմից կնոջ հետ միասին հափշտակեցին տարան, ժողովրդավարություն է, այ հողը ձեր գլխին, հիմա շատ հայրենակիցներ ունենք, որոնք համացանցում կամ հեռուստաէկրանին տեսնում են, թե այդ մեծ կապելու գիժը Թրամփին նկատի ունեմ, որտեղ այս մի քանի ամսում
ինքը, չէ, ներողություն, 1 տարին արդեն լրանում է, փետրվարից է անցել։ Մի խելացի օրենք է ստորագրել, ընդամենը, մնացածը ոչ մեկը բանի պետք չի, այդ մեկ օրենքը վերաբերում է հետևյալին, որ ԱՄՆ-ի տարածքում գոյություն ունեն միայն 2 սեռ, կին և տղամարդ, այս մի օրենքն է նորմայի մեջ, մնացածի ինչ ստորագրել է, դա հափշտակության, դա թալանի, դա նվաստացման, թույլին ոտքի տակ ճզմելու օրենքներ են։ Այդ աննորմալը Գրենլանդիան է իրենը համարում, Պանաման է իրենը համարում, Կանադան է իրեն համարում։ Մի երկիր, որի տարածքը ավելի մեծ է, քան ԱՄՆ-ի տարածքը։ Հիմա գալով ամեն դեպքում այդ թոշակները։ Եվ նրա, եւ այդ ես չեմ կարող Թրամփին նորմալ մարդ համարել, երբ որ թաթը դրած է մեր աննորմալի ուսին, գիտեք ինչ տպավորություն է թողնում այն տգետ հիմար հայերի վրա։ Ես ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող չասել, որտեվ տենում եք Թրամփի հետ է ինքը ելում ու տանում, հա բայլ ինչ կուզեք, Թրամփի հետ է, հա ելում ու տանում, լավ էլ գտել եք, դուք արդարացնելու եք ձեր քայլերը, սա վիժվածք է, սա ոչ միայն մարդկային հասարակության, այլև բնության վիժվածք է, որը մեր գլխին է կարգվել Հայաստանը քարտեզից վերացնելու համար, հասկացեք, չի կարելի այդ էժան բաներին հավատալ, և եթե սա մնաց, մի օր գիտեք, եթերում կասի goodbye Ermenistan, ես քեզ կարողացա կործանել ու կփախչի կգնա, ժողովուրդ, հիշեք, թալանը հետ բերելու կոչերով, արդարություն հաստատելու կոչերով, սոցիալական համատեղելիություն կոչերով իշխանության եկածները լավ էլ պարգևավճարներ են ստանում, թալանում են և ասում են, որ մենք պետք է լավ հագնվենք, մենք պետք է գետինը մտնենք, ուսուցչին լավ հագնվել պետք չի, որ երեխաների խղճահարությունը չառաջացնեն, հա? Արվեստի մարդկանց լավ հագնվել պետք չի, այս 8 տարվա դաժան աշխատանքում, արդեն չգիտեմ, եմ որ ասում են, արդեն եզրին է հասնում, այս լրատվամիջոցների դեմքերին հագնվել պետք չի, թե դուք ցուցկ եք, տիկնիկ եք, ընդամենը պետք է ձեզ լավ հագցնել, որ մարդու տեղ դնեն, այ գետինը մտնեք, ես հիմա պիտի անդրադառնամ այդ Աննա Վարդապետյան կոչված հավին, չես մոռանում, չէ քեզ 2 միլիոն, հա, մոտավորապես, միայն դեկտեմբեր ամսին, ինչ-որ 1 միլիոն 900, չգիտեմ, ինչև 300 դրամն էլ հետը, ես ինչ փչացածություն է, այդ 300 դրամը որտեղից առաջացա, որ գրեցիք, այդքան, որ դու պարգևավճար ես ստանում, թոշակառուի համար նախատեսված, առաջարկված 10,300 դրամը, ձեր աչքին լույսը բռնի, անամոթներ, անպատիվներ, մի հատ էլ ձեր առակ, հա, թոշակառուներին, թոշակառուն ինչ գիտի, ինչի վրա ծախսի, ես մեկ անգամ ասել եմ, ուղղակի ծաղիկն ափսոս է, թե չէ ես ծաղիկ կվերցնեի ու կբերեի, բայց ես հույս ունեմ, որ դու գերեզման չեք ունենալու, ուր մնացի ծաղկի արժանանակ, անամոթ շներ, թոշակառուներն են մեղավոր են թոշակառուները, հատուկ են մարդիկ են, որոնք ասենք փողոցներում երբ որ հարցախույզ են անում, համարձակվում են ասել, որ
չենք կարողանում ապրել։ Մնացածները չէ, վայ Նիկոլն է որ կա, շատ է լավ ապրում են, ինչ է եղել, նույնիսկ գովողներ կան։ Ամոթ եւ էլի ամոթ։ Մարդու իրավունքների պաշտպան, այ ակրավ։ Ես ներողություն եմ խնդրում, ինչու, որտեղ մարդու արտաքին տեսքի համար ինքը մեղավոր չէ։ Բայց որ այս տիկնոջ ներքինն էլ է ակրավի, միայն իրեն։ Ձայն ծպտունը դուս չեկավ, երբ որ երկրի ղեկավարը խախտում է ամբողջ ազգի իրավունքները։ Դու մարդու իրավունքների պաշտպան ես, թե կենդանիների։ Ես քեզ եմ հարցնում, մարդու իրավունքների պաշտպան կոչված։ Միշան, որ խատրին կպնեն, 1000 շնասեր աղմուկ է բարձրացնում։ Միշան ձակ, որը ես չեմ կարող ինքս հակում չունեմ, բայց չեմ մեղադրում բոլոր նրանց, ովքեր սիրում են այդ կենդանիներին։ Եթե մեքենայի տակ ընկնի, 1000 շնասեր աղմուկ կբարձրացնի, ճիշտ են անում։ Բայց երբ մարդկանց են սպանում օրը ցերեկով, քաղաքի կենտրոնում, գերեզմանոցների ճանապարհներին, ու մարդկային մարդու իրավունքների պաշտպանի ծպտումն անգամ չի լսվում, որ գոնե մեկ անգամ մեկին մեղադրած լինի։ Սա էլ է, որովհետև այդ պարգևավճար ստացողների կուրսից, այսպես ասած, որովհետև մեկ անգամ գոնե նա չպաշտպանեց թեկուզ փոթոշակառուների հավաքական իրավունքը։ Ես չեմ ասում, որ նա կարող է բոլոր թոշակառուներին այցելել, բոլորի ցավը իմանալ, բոլորի ոտնահարված իրավունքները փորձել վերականգնել, բայց ինքը կարող է եւ պարտավոր է հավաքական իրավունքը պաշտպանել, թե այդ տիկինը չգիտի ինչ է նշանակում հավաքական իրավունք։ Կարծում եմ, որ չգիտի։ Ես նրա ծնողներին ճանաչում եմ, ափսոս, այս մարդիկ ինչպես որտեղից են լույս աշխարհ բերել այսպիսի դեգեներատի։ Ամփոփելով ուզում եմ հետևյալն ասել։ Ընտրություններին քիչ մնաց, այսուհետ մեր բոլոր հարցազրույցները իմ կարծիքով պիտի ավարտվեն ընտրություններին մասնակցելու կապակցությամբ։ Ես անցած կիրակի օրը Գեղարդում էի։ Հայաքվեն հրավիրել էր հաջակցություն Մայր Աթոռի եւ Հայրապետի այց կատարել Գեղարդավանք։ Այդպիսի հրաշք ձմռան եղանակին, այսպիսի հրաշք մթնոլորտ, պարս, կապույտ երկինք, շողշողացող արև, այդ ժայռերը կրկնակի գեղեցիկ էին դարձել, օդը, մարդու թվում է, թե ինքը օդով է սավառնում, ոչ թե քայլում է գետնի վրա։ Ես անվերջ տուրիստների հոսք կար։ Ես դրանից լավ զգացի ինձ։ Ժողովուրդ, այս մեր վանքերը, մեր սրբությունները, եթե մենք թողեցինք, որ Նիկոլը մնա իշխանության գլուխ, իմացեք, հաջորդը Տաթևն է արժանանալու։ Գանձասարի ճակատագրին, Դադիվանքի ճակատագրին, Ղազանչեսոց վանքի ճակատագրին, Ծիծեռնավանքի ճակատագրին, Ամարասի ճակատագրին, են մյուս օրը արդեն Երևանը կարժանանա այդ վիճակին, այնպես որ հասկացեք ինչ պիտի անեք, հայրենիքը մեկ լքել չի կարելի, մեկ էլ չսիրել չի կարելի։ Ես եմ շնորհակալ։